Եվ մի փոքր առաջ գնալով ընկավ իր երեսի վրա, աղոթեց և ասաց. «Հայր իմ, եթե կարելի է, այս բաժակը ինձնից թող հեռու անցնի, բայց ոչ ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու»։ Ավետարան ըստ Մատթեոսի։ Քրիստոնյա եղբայր, տես, թե Գեթսեմանի պարտեզում Քրիստոս քո կյանքը ինչպես է մահվան հետ կռվում։ Նայիր նրան երկյուղածությամբ, ահ ու դողով և դառն արցունքներ թափիր, տեսնելով, թե մեր մեղքերի ծանրությունն ինչպես է ճնշում նրան։ Բաժանվելով աշակերտներից, Հիսուս առանձնանում և մտնում է պարտեզի ծառախիտ տեղը։ Այստեղ նա երեսն ի վայր գետին է ընկնում և աննկարագրելի հոգեկան տառապանքների ու սաստիկ անձկության մեջ աղոթում է Հորը։ Պողոս առաքյալն այդ մասին հիշատակում է. «Նա էր, որ մարմնի մեջ եղած իր օրերում աղոթքներ և պաղատանքներ էր մատուցում ուժգին գոչումով և արտասուքներով նրան, ով կարող էր փրկել իրեն մահվանից»։ Օ՜, որքան դառն է բաժակը, որ պիտի խմես Տեր իմ։ Դու գլուխդ բարձրացնում ես և ասում. «Հայր իմ, եթե կարելի է, այս բաժակը թող ինձնից հեռու անցնի»։ Միգուցե մենք զարմանանք, թե ինչու Հայրն այս անգամ չի լսում և կատարում իր սիրելի որդու խնդրանքը։ Չարչարվող և տառապող Հիսուսն այս րոպեին Աստծո առաջ կանգնած է ոչ որպես սիրելի որդի, այլ որպես զոհ, որը մեղավոր մարդկանց կողմից պետք է դատապարտվի որպես մի չարագործ։ Հիսուս իրեն խնայելու համար Հորը դիմելով երկնային արդարադատությունից անհնարինն էր պահանջում, քանզի նա աշխարհ էր եկել որպես Աստծո գառ, որն իր վրա պետք է առներ աշխարհի մեղքը։ Աստծո որդին մարտեղացել էր, որպեսզի մարդկային մարմնի տկարությունները կրելով չարչարվեր ու խաչվեր։ Դա էր մարդկության փրկության Աստծո նախանշած ճանապարհը։ Տեր Հիսուս, քո աղոթքն այդ տխուր պահին մնաց անարձագանք, որպեսզի հետո իմ աղոթքն առ Աստված լսելի լինի, ինչպես դու մեզ ավանդեցիր, թե ինչ իմ անունով իմ Հորից ուզեք, պիտի տա ձեզ։ Այո, Հիսուսի փրկչական անվանը հուսալով և հարազատ որդու իրավունքով ենք մեր խնդրանքներն ու աղոթքներն ամենակալին ուղղում, և եթե հրեշտակն ինձ հարցնի, թե դու մեղավորդ ինչպես կարող ես Աստծո աթոռին մոտենալ, որի առջև սերով բեներն իրենց դեմքերը թևերով են ծածկում, ես նրան համարձակ կպատասխանեմ. հրեշտակդ Աստծո, իրոք որ ես մեղավոր եմ, անարժան ու ապականված, բայց ես փրկիչ ունեմ, որ արցունքով, աղաղակով է ինձ համար բարեխոսել և իր արյունով է փրկությանս գինը վճարել։ Այդ հավատով և հույսով եմ Աստծո առջև կանգնում, աղոթում, զղջում մեղքերիս համար և նրա ներողամտությունը հայցում։ Թող որ օրհնյալ լինեն աղոթքի այդպիսի րոպեները և թող որ Աստծո Հոգին Ինքը մշտապես զորացնի և առաջնորդի ինձ։ Փառք քեզ, Տեր Հիսուս Քրիստոս, քո խոցված և վիրավոր ձեռքերովդ ես երկնքի դռները բացել ինձ համար։ Ուրախացիր իմ հոգի, այժմ դու համարձակություն ունես երկնավոր Հորը մոտենալու և քո աղոթքը նրան ուղղելու։ Այլևս ես անառակ որդի չեմ, որ գլուխս դնելու տեղ չունենամ։ Ինձ համար ամենաերանելի տեղը իմ երկնավոր Հոր գիրկն է։ Ով իմ փրկիչ, քո սիրո համար Հայրը լսում է աղոթքներս, ողորմում և օգնում է ինձ։ Այդ ամենի համար ինչով քեզ փոխհատուցեմ։ Զոհերն ու ողջակեզները քեզ հաճելի չեն։ Դրա փոխարեն ընդունիր աղոթքս և նվիրումս,
Հակոբի պես քեզնից չեմ հեռանա մինչև չորհնես ինձ։ Մարիամ Մագդաղենացու պես ոտքերդ կընկնեմ և դրանք կթրջեմ սիրո և ապաշխարության արցունքներով։ Եթե հոգևոր կյանքումս տկարանամ և թուլանամ, այն ժամանակ մտածմունքներս ուղղիր դեպի Գեթսեմանի պարտեզ։ Հիշեցրու ինձ Հորն ուղղված ջերմեռան դաղոթքդ, որպեսզի սառած հոգուս մեջ Աստծո կրակը բորբոքվի և մշտապես քեզ, Հորը և Սուրբ Հոգուն երկրպագեմ ու փառաբանեմ։ Ամեն։